Կենտրոնական բանկի նախագահի ընտրությունից բացի ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում էր նաև ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր 2026 թվականի մարտից, երբ Վլադիմիր Վարդանյանն ազգային ժողովի կողմից ընտրվել է սահմանադրական դատարանի անդամ, վայր դնելով падգամավորական մանդատը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից թափուր պաշտոնում առաջադրվել է նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը։ 2005-ից 13 թվականներին իրավագիտություն է դասավանդել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, 2007-ից 9 թվականներին իրավագիտություն է դասավանդել տնտեսագիտության եւ իրավագիտության համալսարանում։ Հանձնաժողովի նախագահի թեկնածուն իր ելույթում շնորհակալություն հայտնելով վստահության համար ընդգծել է, որ սա իր համար մեծ պատիվ է, բայց նաև մեծ պատասխանատվություն հաշվի առնելով հանձնաժողովի ծանրաբեռնվածությունը։ Այս հանձնաժողովում են քննարկվում պետության եւ քաղաքական համակարգի կազմակերպման առնչվող հարցերը, սահմանադրական հարցերը, ընտրական համակարգին ընտրությունների կազմակերպմանը, քաղաքական կուսակցությունների գործունեության կազմակերպման առնչվող կառուցակարգերը, դատական իրավապահ համակարգին վերաբերող հարցերը, դատաիրավական բարեփոխումները, քրեական, վարչական, քաղաքացիական օրենսդրությունը, ազգային ժողովի գործունեությունը, կանոնակարգող օրենսդրությունը եւ այլն։ Թեկնածուն հիշեցրել է, որ 2019 թվականից անդամակցում է հանձնաժողովին, իսկ 2022-ից զբաղեցնում է նախագահի տեղակալի պաշտոնը։ Այդ ընթացքում քննարկվել եւ ընդունվել է ավելի քան 1000 նախագիծ, այդ թվում նոր քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերը։ Արուսյակ Ջուլհակյանն իր ելույթում առանձնացրել է հանձնաժողովի աշխատանքի 3 հիմնական ուղղություն՝ արդարադատություն, ոլորտի բարեփոխումներ, կոռուպցիայի դեմ պայքար եւ սահմանադրական բարեփոխումներ։ Հանձնաժողովը այս գործընթացում պետք է ստանձնի կամուրջի դեր, միավորելով գործադիր, օրենսդիր, դատական իշխանությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության մոտեցումները։ Թեկնածուն նշել է նաև, որ ազգային ժողովի 8-րդ գումարման ժամկետը մոտենում է ավարտին եւ ընտրվելու դեպքում իր պաշտոնավարումը կտևի մոտ 3 ամիս։ Այդ ընթացքում խոստանում է ապահովել հանձնաժողովի բնականon եւ կառուցողական աշխատանքը։ Պատրաստ եմ աշխատել բնականաբար բոլոր խմբակցությունների, բոլոր падգամավորների հետ, անկախ քաղաքական դիրքորոշումներից, քանի որ իրավական պետության կայացումը վեր է կուսակցական շահերից։ Վստահ եմ, որ միասին կարող ենք ապահովել հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը։ Քվեարկության արդյունքում Արուսյակ Ջուլհակյանը 65 կողմ ձայնով կղեկավարի ազգային ժողովի ամենածանրաբեռնված հանձնաժողովը մինչև 9-րդ գումարման ձևավորումը։